Բարև ձեզ։ Եվ այսպես ամփոփում ենք անցնող շաբաթը Նիկոլ Փաշինյանը վերջերս կառավարության նիստից հետո հրապարակային հայտարարեց, որ ըստ էության Տիգրան Հայաստանի Հանրապետություն չէ, իրենք հանձնելու են։ Հիշում եք Գրանադայում, երբ որ այդ Չարաբաստիկ փաստաթղթերից մեկը ստորագրում էին, Արայիկ Հարությունյանը այն ժամանակ աշխատակազմի ղեկավար էր, հիմա ՔՊԱ-կան պատգամավոր է։ Գրավում էր Արայիկ, որ ոչ մի անկլավի հարց չի եղել, ոչ մի միջանցքի հարց չի եղել, պատմական փաստաթուղթ են իրենք ստորագրել, չվախենակ։ Խնդրեմ։ Դե Նիկոլ Փաշինյանը շուտվանից պարզ է, որ հայ չի, եւ Նիկոլ Փաշինյանը նաեւ աչքի չի ընկնում իր ասածներով ու արածներով։ Նիկոլ Փաշինյանը չէր, որ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Նիկոլ Փաշինյանը չէր, որ պատերազմի ժամանակ ասում էր ջոկատներ կազմեք, գնացեք պահեք մեր հողը։ Նիկոլ Փաշինյանը չէր, որ ասում էր, որ մենք պատերազմից հետո ամեն ինչ անելու ենք, որ Արցախի կորցրած հատվածները հետ բերենք։ Այդ անձնավորությունը երբ որ պահին իր ձեռքա տալիս, դա է ասում այ եւ նաեւ այս խոսակցության մեջ, այս ռեպերտուարի մեջ ես ուզում եմ հակադարձել Վահագն Ալեքսանյանին, ով Բագրատ Սրբազանին համեմատեց Ուսամա Բեն Լադենի հետ։ Նախ Բագրատ Սրբազանը իմ կողմից շատ մեծ հարգանք ունի, ես Սրբազանի հետ պայքար եմ անցել փողոցում եւ Սրբազանի կամքը, Սրբազանի պայքարի ոգին, Սրբազանի հայրենասիրությունը, Սրբազանի իմաստությունը, փիլիսոփայությունը մի կողմ դնելով, ես ուզում եմ Վահագն Ալեքսանյանին պատասխանել, որ որ Բագրատ Սրբազանը Ուսամա Բեն Լադենը լիներ, դուք ազգային ժողովում նստած չէիք լինի, Հայաստանի Հանրապետությունը փրկված կլիներ եւ դուք այտենց չէիք կարողանա խոսայիք։ Ես պետքա ասեմ, որ Օսամա Բեն Լադենը եղել է իր գաղափարների, իր երկրի, իր ժողովրդի գաղափարների կրող, ես չեմ արդարացնում տերորը, եւ պայքարել է իր գաղափարների համար այն ժողովրդավարության կրողների հետ ճակերտների մեջ, ովքեր օրինակ այսօր Իրանի պետականությունը փորձում են խարխլել, ովքեր այսօր Նիկոլ քեզ ֆինանսավորում են, որ օրինակ, չգիտեմ, Տիգրանաշենը անվանես քյարքի ու նվիրես թուրքերին, ովքեր միջանցք են ուզում բացեն ու բիզնես անեն մեր երկրի հաշվին։ Այ Օսամա Բեն Լադենը դրանց դեմ էր պայքարում եւ մենք նաեւ միջազգային փորձով ունենք շատ նմանատիպ օրինակներ, որ տարբեր պետությունների ղեկավարներ պայքարել են իրենց անկախության համար, պայքարել են ԱՄՆ-ի դեմ եւ ունեցել են շատ հաջող ավարտ այդ պայքարում եւ նորից եմ ասում Բագրատ Սրբազանին ոչ մեկը իրավունք չունի կանոն կպցնելու Բագրատ Սրբազանը որ մեր երկիրը իր տեղում լիներ որ մեր երկրում ամեն պաշտոնյա իր տեղում լինեին Բագրատ Սրբազանն էլ կմնար Տավուշի թեմում Կիրակի օրերը պատարակներ կանցկացներ ու իր հոգեվոր կյանքով կապրեր չէր գա խառնվեր քաղաքականությանը հետո գնար ԱԱԾ-ում ձեր շինծու սարկած գործի շրջանակներում տերորի համար տարի ու կես նստեր ԱԱԾ պատվալներում ու եւ այլն, այսինքն միևնույնն է, որ դուք ձեր տեղում լինեիք, որ դուք չլինեիք դավաճաններ, որ դուք չլինեիք հայրենիք ուրացողներ, հող վաճառողներ, զինվորի արյուն քամուն տվողներ, ամեն ինչ զրոյի հավասարացնողներ, դուք որ հայ լինեիք, մեր երկրում ամեն մեկը իր տեղը կլիներ։ Խոսում եք ազգային ժողովում բարեվարկության կանոններից։ Ձեր քաղաքական ղեկավարը աշխարհում ինչքան բարեվարկության կանոն կա անցել է մարդկանց ուզեցել է դոմփի մարդկանց ուզեցել է առնանդամները կտրի ասֆալտին հավասարացնի Արցախից եկած մարդկանց սպառնացել է զոհվելով մեղադրել է թե ինչի չեն զոհվել ձերբակալել է ինչի մասնախոսքի բարեվարկության կանոններ կարող է ձեռ եք առնում կարող է գիտեք մենք լուսնից ենք իջել դուք էլ Ձմերուկի մեջից նոր դուս եկաք դառակ ազգային ժողովի падգամավոր, բա ձեր անցած կյանքի հետագիծը, բա ձեր 5-6 տարվա ազգային ժողովի բոքսերը, մարդկանց տանձիկի տեղ դնելը, մարդկանց ինչ ասես ասելը, այն Լևոն Քոչարյանին ինչ ասես ասեցիք, իր ներկայությամբ իր հորը, այդ էր բարեվարկության կանոնները, 5 տարի Սերժ Սարգսյանին ինչ ասես ասել եք, դա է բարեվարկության կանոնները, ազգային ժողովի ամբիոնից, անողնաշարներ, այ բարեվարկությունից հեռու երևույթներ, վեհափառ հայրապետին անվանում եք կտրիչ Ներսիսյան, դուք ինչ բարեվարկության կանոններից պետքա խոսեք, դուք ինչ բարեվարկության կանոն պետքա իմանաք, կստացի,
երեք մեր վեհափառի, ամենայն հայոց կաթողիկոսի, ամենայն հայրապետի 75 ամյակներ եւ ես ցանկանում եմ այս հարթակը ցանկանում եմ այս հարթակից առիթից օգտվելով շնորհավորել մեր վեհափառի ծննդյան տարեդարձը նրան ուժ, տոկունություն, առողջություն մաղթել, որպեսզի դիմագրավի այս տականքների իր դեմ իրականացրած կեղտոտ քարոզին, իր դեմ իրականացված կեղտոտ պայքարին մեր վեհափառ հայրապետին անսահման առողջություն եմ մաղթում, ուժ եմ մաղթում եւ ուզում եմ իր ծնունդը շնորհավորելով ասել, խոստանալ եւս մեկ անգամ հաստատել, որ հավատավոր քրիստոնյա ժողովուրդը, հավատավոր հայերը, հայ առաքելական Սուրբ Եկեղեցու եւ վեհափառ հայրապետի կողքին հաստատուն եւ ամուր կանգնած են։ Չեն վախենում ոչ Նիկոլ Փաշինյանից, ոչ նրա դավաճանական իշխանությունից, ոչ նրա մանկլավիկներից ազգային ժողովում նստած, ոչ էլ նույնիսկ ձերբակալումներից։ Դրա համար մեր վեհափառ հայրապետը թող իմանա, որ կա ժողովրդի մեծ հատված, ով իրեն աջակցում է, ով իրեն տալիս է բոլոր իրավասությունները պայքարի այս դավաճանական իշխանության դեմ հաղթանակելու համար։ Եվ նաև այս խոսակցության հետ կապված ես ցանկանում եմ նաև բոլոր այն մեր հայրենակիցներին, ովքեր ուժեղ Հայաստանին Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են ազգային ժողով մտնելու համար, մտնելու մեջ, ասել, որ եթե այդ երկու ուժերը իմ սրտով էլ չի այդպես, որ ազգային ժողով են մտել, որովհետև այս ընդդիմությունը, այս ընտրությունները լեգիտիմ չէին, սակայն ազգային ժողով չմտնելով մենք չէինք կարողանալու լիքը բաներ անել, ինչ որ հիմա անում ենք, անհնար էր լինելու ազգային ժողով մտնելով պայքարել եւ հաջողել, եթե դա եք ուզում լսել, դա ուղիղ եթերով ասենք, շարունակենք մեր երկրում տեղի ունեցող աբսուրդ բաները, ինչպես տարիներ առաջ, երբ Բագրատ Սրբազանը ոտքի կանգնեց, Նիկոլ Փաշինյանը հանձնում էր Կիրանցի մի մասը, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր դավաճանությամբ, այսօր մենք կանգնած ենք Տիգրանաշենի հանձնման առաջ, եւ ես ուզում եմ նշել, որ 2011 թվականից սկսած Տիգրանաշենում ապրել է 700 հայ եւ հայկական տարածքները Թուրքին հանձնելը ամեն տարածք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Թուրքին, իր վրա մի մեծ ցմահ դատվելու գործ է վերցնում, մի մեծ հանցագործության պատասխանատվություն է իր վրա վերցնում ամեն անգամ, եւ ես ուզում եմ ասել, որ Տիգրանաշենը երբեք չի եղել թուրքական, ես ուզում եմ այս եթերից ասել, որ նույնիսկ Նախիջևանը երբեք թուրքական չի եղել, ես ուզում եմ այս եթերից ասել, որ Արցախը միշտ եղել է հայկական, միշտ հայկական հող է եղել եւ մենակ Նիկոլ Փաշինյանի նման ոչնչությունները կարող են սեփական պաշտոնը, սեփական իշխանությունը, սեփական օրվա թելադրվող շահը պաշտպանելու համար իլուր աշխարհի հայտարարեն, որ Արցախը հայկական չի եւ դա եղել է Թուրքինը։ Նույն անողնաշար Ալեն Սիմոնյանն է, ով օրեր առաջ իմ աչքով ընկավ, որ ռուսերենով հարցազրույց էր տալիս եւ ասում էր Ադրբեջանի ժողովուրդը մեղք չի, 30 տարի ցավի մեջ է ապրել, Ղարաբաղն է ուզել, ասում է այնտեղ մեծ մասը Արցախի ապրել են հայեր, բայց միթե չեն եղել այսինքն ես ուզում եմ հասկանամ, արա, քո մեջ հայ արյուն է հոսում, թե թուրքի, դու եկել ես Հայաստանում ամենաբարձր ամբիոններից թուրքի շահն ես պաշտպանում, բա որ ձեզ ասում ենք թուրք շան տղեկ, շան ծնունդն էր թուրքի, բա դուք ինչի՞ց եք նեղվում, չէ լավ ուզում եմ հասկանամ, դուք մեզ ինչի՞ չեք հակադարձում, ասում, չէ, այս բաներն ենք մենք հայկական շահը պաշտպանում, դրա համար այդ էինք ասում, դուք ուղիղ գումարի դիմաց Թուրքի կողմից ֆինանսավորված Հայաստանի Հանրապետությունում պաշտոնի եւ իշխանության եկած տականքներ եք, ովքեր ամեն օր փորձում եք Թուրքի ջրաղացին ջուր լցնել։ Մի օր մի խոսակցություն եք գցում, որ ցեղասպանությունը չի եղել, կասկածի տակ եք դնում դրա եղելությունը։ Մեր 1.5 միլիոն նախնիների այդ դաժան
մահը դրա դիմաց պատասխանատվություն պահանջելը հավասարացնում եք 0-ի։ Մյուս օրը արտանում ասում եք Արցախը թուրքական հող ա եղել, ճանաչում եք Ադրբեջանի կազմում։ Մի օր Կիրանսն եք տալիս, մի օր Տիգրանաշենն եք ուզում տալ, մի օր Սև լճից տարածքներ եք տալիս, ասում եք այդ սարերը ձնոտ էին, մեզ պետք չէին։ Մի օր ճանապարհն եք տալիս միջպետական, այդ ձեզնից ինչ հայ, դուք ի պասպորտով թուրք եք, արյունով թուրք եք, պրոստը հայերեն եք խոսում։